5 երկիր կա, որ չիպերը արտադրում բան է կիսահաղորդչային, բայց Վենսը նշեց, որ ամենաժամանակակից ու ամենաառաջադեմ տեխնոլոգիան է փոխանցվելու է Հայաստանին ու այս 5 երկրից օրինակ վստահ եմ, որ Հարավային Կորեան հաստատ ամենաառաջադեմ ամենաժամանակակիցը չի օգտագործում այդ տեխնոլոգիաներից այդ ամենաառաջադեմ ու ամենաժամանակակիցը օգտագործում են Նիդերլանդները, ԱՄՆ-ն ու Թայվանն էլ էլի ԱՄՆ-ի միջոցով եւ Հոլանդիայի իհարկե ու ստեղ այդ շատ կարեւոր է որ այս ոչ թե 5-ից 6-րդն է դառնալու, այլ 3-ից 4-րդն է դառնալու Հայաստանը, այն որ ամենամաքսիմալ ձևով տնտեսական աճ է կարող, ամենամաքսիմալ ձևով Հայաստանի ասես թե ինչ երկրների կոպիտ ասես թե ոնց է փոխվում մեր շփման միջավայրը, թե ինչ երկրների հետ ենք մենք այլևս շփվում եւ ինչ երկրների հետ ենք ընկերություն անում։ Ինչ երկրներն են մեզնից կախվածության մեջ կոպիտ բառերով, շատ կոպիտ բառերով ասած, կախվածության մեջ լինելու, որովհետեւ եթե դու դառնում ես կիսահաղորդչային չիպերի արտադրող, դու քեզնից ավտոմատ կերպով կախվածություն են ունենում բոլոր այն պետությունները, ովքեր ժամանակակից տեխնոլոգիաների վրա են աշխատում, իրանց պետքա այդ կիսահաղորդչային չիպերը, օրինակ Ռուսաստանում ընդհանրապես կիսահաղորդչային չիպերի արտադրություն չկա, լվացքի մեքենաներից, ժամացույցներից, հեռախոսներից, ասես պեղելով ինչ որ ձև օգտագործում են։ Օրինակի համար